օրինակ ես որ փոքր երեխա էի, մեր մեծերը, իմ պապը, ծնողներս պատմում էին, որ գյուղի ժողովուրդը 1928 թվականին ուրեմն արևածաղիկի քոկերը, գիտեք, բավականին երկար հարմար քոկեր են, ժողովրդի մեջ մտել են մտածելակերպը, որ իրենց թելներով ինչ-որ ձևով կապը գցել են ուսերին, թևերին, որպես թե հրացանա ու դուրս են եկել ինչ-որ ձևով ու պայքարել են ու թուրքը տևական ժամանակ կանոնավոր բանակը չի կարողացել մտնել գյուղ։ Շատ սահմանափակ նյութեր կար, բայց ժողովրդի մեջ այդ խոսակցությունը կար, որ սառնախյուր հենց այնպես չի մտել թուրքը, ու մենք այդպես էլ սովետական տարիներին արգելված էր կարծես թե այդ մասին հետաքրքրվել։ 90-ական թվականներին, երբ որ հին համակարգը քանդվեց, սկսեցին ուսումնասիրություններ կատարել արխիվներից եւ վերջապես Ռուդիկ Գևորգյանի եւ մեկ ուրիշ բարերարի միջոցով պատմաբան ուսումնասիրություններից պարզվեց, որ փաստորեն ոչ միայն գյուղի ժողովուրդը, ոչ թե ինչ որ արևածաղիկի այս քոկերի հետ կապված պատմությունը, այլ արևմտյան Հայաստանից արդեն փախե արդյունքում եկած եւ հարևան գյուղերի համայնքներից որոշ երիտասարդներ համախմբվում են մի 2-3 գյուղի երևելի ներկայացուցիչների շուրջ եւ կազմակերպում են հագահարված պայքար կանոնավոր բանակի դեմ եւ կարողանում են զերոյից, այսպես ասած, առանց լուրջ, ասենք, ռազմական տեխնիկային տիրապետելու կարողանում են սարերի վրա, Կարմիր վանքի տարածքում, հոգեվանքի տարածքում, բարձր սարերի վրա բարձրանում են ու կարողանում են մի քանի օր, 3 օր, 4 օր, 5 օր կանգնեցնել, մինչև որ դրանից հետո այդ ընթացքում գյուղի ժողովուրդը դուրս է գալիս, բարձրանում է դեպի Արագած սար, որտեղ հիմա մեր գյուղը գտնվում է Արագածի փեշերին, Աբարանը արևելյան կողմում, մենք արևմտյան կողմում Արագածի փեշերին են, բարձրանում են դուրս է գալիս եւ թուրքը վերջնական արդյունքում 7 օր հետո մտնում է գյուղ, արդեն շուն ու կատվից բացի ասում է ուրիշ բան չէր մնացել, այդ պատմությունն է թեպի ասենք Բերյանից Բերյան փոխանցվել էր, հասել էր մինչև մեզ, որ այդպես է եղել, բայց թե իրական պատմությունը վերջնականորեն պատմվեց, դրա համար կազմակերպեցին եւ հուշահամալիր Կարմիր վանքի մոտ կանգնեցրեցին ազատամարտիկների, հերոսների հիշատակության պատվին։ Այնպես որ ինքը իր դրական, իր յուրահատուկ նշանակություն ունեցավ, որովհետև դրան հաջորդեցին Սարդարապետի ճակատամարտը, կարծես մի փոքր այստեղ ժամանակ շահեցին Սարդարապետում կազմակերպելու համար այդ մեծ հագահարվածը։ Այդ առումով ինքը յուրահատուկ նշանակությունը դրանում է կայանում, որ իրենք այստեղ կանգառ են տալիս, թույլ չեն տալիս անմիջապես մեծ թափով հասնել մինչև Սարդարապետ, Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ձեր գյուղը տարբեր անուններ է ունեցել, Սառնախյուր, Սորկուտլու, որը թուրքեր են անվանում է, ինչով էր պայմանավորված։ Նախնական առաջնային անունը կարծեմ, որ Ուռենուտ է, որովհետև այստեղ ներքևում ուրեմն ջրի ակումբ կա նորից, որտեղ ուռենիներ են աճել մեծ թվով ու ինքը անուն ունեցել է Ուռենուտ։ Դրանից հետո մենք գիտենք, որ ժամանակին մինչև 1828 թվականը բնականաբար մինչև ռուսական բանակի կողմից ազատագրել է, որ այսօրվա պատմությունը մի քիչ խեղաթյուրում են, թե ռուսական լծի տակ մտանք, կարծես թե դրանից առաջ մենք անկախ էինք, ռուսներն եկան եւ մեզի լծի տակ վերցրեցին, չէ՞, մենք թուրքական լծի տակ էինք, ճիշտ հակառակը, ռուսներն եկան ազատագրեցին թուրքի լծից, բնականաբար թուրքերը որտեղ էլ որ գնացել են, հիմա Ղարաբաղում մենք միտը չենք տեսնում ինչ է կատարվում, ինչ հայկականա, ինչ քրիստոնեականա փորձում են փոշիացնել, վերացնել, ջնջել։ Նույն ձևով էլ այստեղ, բայց
Կարմիր վանքը 14-րդ դար, 12-րդ դար է, Սուրբ Հակոբը 5-րդ դար է։ Իրանք վկայություններն են, փաստաթղթերն են, անձնագրերն են, որ ինքը հայկական տարածք է եղել 5-րդ դարում, ինքը հայկական տարածք է եղել 9-րդ դարում, 12-րդ դարում, վերջապես ուղղակի թուրքի գերիշխանության տակ են գտնվել, դրա համար թուրքերը իրենց անուններն են տվել։ Բայց Սոգուտլու բառը էլի ինչ որտեղ սառնաղբյուր բառի թուրքական արտահայտությունն է, ուղղակի թուրքեր են, կամ Զաղան նույնպես մշեցիների բարբարով, ոնց որ ինչքան որ տեղյակ եմ մատենադարանից բացել նայել են, ճշգրտել են, էլի ջրի ագուն կա նշանակում, որ մշու ինչ որ բարբարի հետ է համընկել, դրա համար ժողովրդի մեջ մնացել է Զաղա անվանումը, նույնիսկ ցուցանակները գրված է Զաղե եւ ոչ թե ասենք Գրիգոր Լուսավորչի այր։ Իսկ այրի մասին ավանդության համաձայն մի երկու խոսքով ասեմ, Գրիգոր Լուսավորիչը 325 թվականին, որ իր կաթողիկոսությունը հանձնեց Արիստագեսին, իր որդուն, դուրս եկավ Հայաստան աշխարհի տարբեր գավառներ, ավանդության համաձայն ինքը եղել է նաև այստեղ։ Քանի որ ինքը արդեն Խոր Վիրաբի գյուղում 13-14 տարի ապրել էր, կարծես թե Խոր Վիրաբի գյուղին նման մի տեղ էր մեր Զաղան, մեր Գրիգոր Լուսավորչի այրը, որտեղից ջրի աղմուկը բխում է, մնացել է որոշ ժամանակ, աղոտ կար է, հետո ծարավել է, ու Աստծուն աղոթել է, որ մի արցունքի չափ ջուր տա իր ծարավը հագեցնելու համար, ու Աստված ինչպես Մովսես Մարգարեի ժամանակ ժայռից բխեցրեց խմելու ջուրը, այդպես էլ այստեղ ժայռից բխում է այդ աղմուկը, ու մինչև հիմա ջուրը ինքը Աստծու շնորհով աղոթքով բխած ջուր լինելով հանդերձ ունի բժշկարար հատկություն, որ հավատքով մարդիկ գալիս լվացում են մաշկային տարբեր հիվանդությունների համար, օգուտ է տալիս, նույնիսկ բոլորովին վերջերս հավատքով մարդիկ դիմեցին, եկան, նույնիսկ դեմքի վրա ռակի հիվանդությունը նահանջեց այդ աղոթքի, այդ աստվածային շնորհի առաջ։